մի քիչ դիդակտիկ նյութեր եմ պատրաստել մեր բոլորի համար։ Դա է։ Սա հուսով եմ երևում է։ 2017 թվականից մինչև 2024 թվականը կորնա դատարան ներկայացված միջնորդությունների եւ բավարարումների։ Վերևի կորը միջնորդություններն են, ներքևի կորը բավարարումները։ Հիմա ես հռետորական եւ ոչ միայն հռետորական հարց եմ տալիս։ Որն է այն առաստաղը, որ այս թիվը կարող է աճել։ Կարող է մի օր հասնի օրինակ 10,000-ի, որտեղ հիմա արդեն հասել է 2282-ի եւ շատ տեմպով աճում է։ Այս հարցին ոչ մեկ չի պատասխանում։ Բայց մյուս կողմից, որ ասում են, որ բանա, դե հանցավորության դեմ պայքար ենք իրականացնում։ Բա այդ դեպքում, հարգելի գործընկերներ, ինչի է մեր քրեակատարողական հիմնարկներում ապրիլի 1-ի դրությամբ ավելի քիչ դատապարտված մարդ, քան կալանավորված։ Արդյոք սա չի նշանակում, որ այս թվերը աշխատանքի իմիտացիա են պարզապես եւ ոչ թե իրական աշխատանք, որտեղ իրական աշխատանքը հանցանքը ապացուցելու մեջ է, ապացույցներ հավաքագրելու մեջ է եւ հետո նոր մարդկանց մեղադրանքներ առաջադրելու եւ դատարանում պնդելու այդ մեղադրանքը ու ստանալու մեղադրական դատավճիռներ։ Բայց մենք չենք տեսնում դա։ Ես առաջի անգամ սրա մասին խոսեցի անցյալ տարի դատախազի հաղորդման ժամանակ, հետո կիսամյակային թվեր նայեցի, հետո տարեկան թվեր նայեցի, բայց իրավիճակը չի փոխվում եւ մեր գործընկերները ասում են ամեն ինչ նորմալ է կամ առնվազն չեն խոսում դրա մասին։ Պարոն Նահապետյան, հիմա ձեր զեկույցի ժամանակ եմ ես ելույթ ունենում, խնդրում եմ անձնապես չընդունել, բայց ես նաև հատուկ հարցի ժամանակ էլ ասացի։ Մենք փոփոխություններ ենք ունեցել երկու կոմիտեների նախագահների եւ ոչ պատահական։ Եթե մենք պետք է նույն գործելավոճով գնանք առաջ եւ ունենանք էլի ավելի շատ կալանավորված անձինք քրեակատարողական հիմնարկներում, իդեպ ես դեռ չեմ նշում մոտ 800 տնային կալանքները, այդ ապրիլի 1-ի դրությամբ եւ վարչական հսկողությունները, եթե պետք է մենք ունենանք նույն վիճակը, կներեք, բայց ես համարում եմ, որ պետք չէ փոխել այդ մեր գործընկերներին, լավ էլ աշխատում էին, էլի, հա, ոչինչ, մեկ ազգային ժողովի բանում դահլիճում մի քիչ տաքանում էին, բայց լավ էլ աշխատում էին։